Հալելույա Հիսուս, քեզ համար է երգում մեր հոգին, ասա իմ հոգին, երգում է միայն իմ փրկչի համար, իմ հոգին մեծարում է միայն իմ Տիրոջը, որովհետև իմ հոգին պատկանում է միայն իմ Արարչին, հալելույա, հալելույա, Հիսուս քո մեծ անունին, հալելույա, եկեղեցի կարող ես սրտաբուխ գոչել, հալելույա, Հիսուսին, մի հատ էլ, մեր փրկչին, թագավորին, Արարչին, մեր Աստծուն, հալելույա, ողջ փառքը քոնն է մեր Տեր այս առավոտ։ Հրաշալի է Աստծո սիրելիների ձայնը, երբ որ մեծարում է իր Տիրոջը։ Կարող ես ողջունել քո կողքինին։ Ողջունիր, գրկիր նրան, Աստծո խոսքով օրհնիր նրան, ցանիր Աստծո խոսքը նրա կյանքի մեջ, ասա որքան հրաշալի ես դու նրա տեսքն ունես, մյուս կողքինդ ասա որքան հրաշալի ես դու նրա նմանությունն ու պատկերն ես, ասա ով իմանց, դու Տիրոջ տաճարն ես, որ պետք է լցվես նրա փառքի լիությամբ, ալելույա, 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 Ես խնդրում եմ, որ մենք անջատենք մեր բջջային հեռախոսները, անպայման անջատենք, հարգենք Աստծո տան կարգ ու կանոնը եւ դրվածքը, ամեն։ Եվ ոչ միայն հեռախոսները, անջատենք մեր ներսի խժդժությունը այս աշխարհից, ամեն, որ մեր Աստծուն մեծարանք տանք, այնպես ինչպես նա է արժանի։ Պատրաստ ես աղոթել եկեղեցի, բարձրացու սքանչելի ձայնդ, երկնային Հայր, շնորհակալություն քեզ իմ Աստված, որ սա այն օրն է, որ դու արարեցիր Սա այն օրն է, որ կար քո օրացույցի մեջ, որ մեզ մեկտեղ հավաքես ողջ եւ առողջ, որ մեզ մեկտեղ հավաքես եւ քո փառքով լցնես, սա այն օրն է, որ կար քո նախասահմանումների մեջ եւ քո Սուրբ Հոգին այսօրը նույնպես հաստատեց մեր կյանքի մեջ։ Հայր երկնային մենք խնդրում ենք քո որդի Հիսուսի անունով, լցրում ես որպես քո տան կենթանի տաճարներ, լցրում ես քո փառքի լույսությամբ, քո լույսի սաստիկ լույսով Քո ճշմարտության սաստիկ լույսով ողողիր մեր հոգին, շունչը, մարմինը, միտքը, մեր կյանքը, լցրու քո փառքի լեցունությամբ, իմ արքա։ Եվ այսօր այս տան մեջ թող քո Սուրբ Հոգին շարժվի ինչպես որ դու կկամենաս եւ արարի այն ամենը, ինչ որ դու նախասահմանել ես, որովհետեւ Սաղմոս 27-ն ասում է. Տերն է իմ լույսը, Տերն է իմ լույսը, Տերն է իմ ապավենը, Տերն է իմ փրկությունը, ասա ես ումից վախենամ եւ ումից սարսափեմ։ Ես պատրաստվում եմ մեծարել իմ Աստծուն։ Դու պատրաստ ես դրան։ Պատրաստ ես։ Քո ողջ ուրախությամբ, ժպիտով, ցնծությամբ, ասա ես մեծարում եմ իմ Աստծուն, որովհետեւ նա արժան է։ Որովհետև նա արժան է, գոչիր երկիկ, ասա Հիսուս, դու արժան ես, փառքերի, Հիսուս, դու արժան ես, փառքերի, հալելույա, հե։ Փառահեղ, ամենակարող, արատացեն, բարեկուն, քեզ հետ կլինեմ հավիտյան, փառահեղ Աստված, հե, բարձրացու ձայնը, եկեղեցի մեծարում ենք մեր փառահեղ ամենակարդեղ շնորհքը քո օգնով է արատազր բարեկույթ Աստված քեզ հետ կլինեմ հավիտյան երկիր փառահեղ ամենակարդեղ Դունը զայն մեծարին է նորից փառահեղ շնորհքը քո
ուրախացիր իմաց Եվ ցնցա ամեն բանի մեջ Իմ աստվածից կանչեց Սուրբ սիրո հաշվար եւ իր փառքի մեջ Փրկությունի Դու պատրաստ ես ուրախանում ենք մենք նրա Բարձրացուցայինը Փառահեղ ամենատար Շնորհքը ստորնող է Առատազր բարեկուտ Աստված Քեզ հետ կլինեմ Փառահեղ ամենատար Շնորհքը ստորնող է Առատազր բարեկուտ Աստված Վերցրեցի դու ինձ Տվեցիր կյանք եւ բժշկեց Ասա ուրախացիր եւ ցնցա ամեն Իմ աստվածից կանչեց Սուրբ սիրո աշխարհ եւ իր փրկությունը Բարձրացուցայինը եւ աղաղակի նրան բարձր Փառահեղ ամենակարներ Շնորհքը ստորնող է Առատազր բարեկուտ Աստված Քեզ հետ կլինեմ հավիտյան Փառահեղ ամենակարներ Շնորհքը ստորնող է Առատազր բարեկուտ Աստված Մենք դուք փառահեղ Դու ես զրքեր Եկեղեցի Եկեք սովորենք միաբանության մեջ դա փառել նրան Միասին Դու ես զրքեր շարունակիր սա փառել Հիմա բարձրացու ձայնը դու օրհնի նրան քո ձայնով ամբողջ ուժով նորից ասա փառահեղ շնորհքը քո օրհնող է առատազր բարեկուտ քեզ հետ կլինեմ հավիտյան փառահեղ ամենակարներ շնորհքը քո օրհնող է առատազր բարեկուտ փառահեղ ամենակարներ շնորհքը քո օրհնող է առատազր բարեկուտ Եկեղեցի մենք դու նայ Ավելի բարձր նայ Եկեղեցի քո ձայնը բարձրացու Մենք դու նայ Օրհնիր Տիրոջը նրա սրբարանով Օրհնիր Տիրոջը նրա զորության հաստատության մեջ Բարձրացու ձայնը դու մեծարի նրան Փառահեղ ամենակարներ շնորհքը քո օրհնող է առատազր բարեկուտ քեզ հետ կլինեմ հավիտյան Փառահեղ ամենակարներ շնորհքը քո օրհնող է առատազր բարեկուտ քեզ հետ կլինեմ հավիտյան Ասա Իսուս ես քեզ հետ կլինեմ հավիտյան Քո փառքի մեջ Քո ներկայության մեջ Դու կարող ես ավելի բարձր եւ սրտանց փառել մեծարել նրան ով արժանի է ընդունելու փառք պատիվ ամեն Նա իր կողքինիդ ասա ես մեծարում եմ նրան որովհետեւ նա փրկել է իմ կյանքը Նա ազատել է ինձ դժոխքից մահից Ես ազատ եմ եւ ես ցնցում եմ նրա առջեւ Պատրաստ ես մեծարել նրան Կդվի կետնի դու պատվի նրան Պիտի ցնցամ ես եւ երգեմ քեզ Տեր քո փրկության համար Գոհությունն իմ անսահման է հավիտենական սիրուդ համար Տեր քո փառքը կյանքիմ լցել է ողորմություն կանվան մեջ Փառավորում եմ անունը Իսկ հիմա պատրաստ ես մեծարել նրա անունը բարձր Հիսուս Հիսուս ողորմությունը Դավիթյան է արքան արքաների Հիսուս մեծ
գողությունը Դավիթյան է Հիսուս կտրվի կետից մեծարին է Մեծարում է քեզ Ով վստահ գիտի, որ ինքը փրկված է Ով է հավատում Թափա իր ձեռքդ Հրիշ կողքինիդ ասա ես փրկված եմ Ասա ես չեմ կարող հենց այնպես կանգնել ու փառք չտալ նրան Եկեղեցի սկսիր մեծարել նրան Գողությամբ, որդությամբ, քո ողջ զորությամբ Բարձր ծափարիր Հիսուսին ու սկսիր կտրվել գետնից պարել նրա առջև Գնացինք, հե Պատրաստ ես Եսին, հալել Մեծարի նրան ուրախությամբ Պատում է քեզ Մենք քո ձայնը պիտի ցնցամ, Դեր քո փրկուց Սա գոհությունն իմ Հավիտենական Դեր քո փառքը կյանքն իմ լցել է Փառավորում եմ Եվս մեկ անգամ ասա պիտի ցնցամ ես Միայն դուք ասա պիտի ցնցամ Եվ երկել Դեր քո փրկության համար Գոհությունն իմ գոհություն անսահման է Հավիտենական սիրուտ համար Դեր քո փառքը կյանքն իմ լցել է Ողորմություն կանվան Փառավորում եմ Եկեղեցի պատրաստես փառավորել նրան ուրամարձը Հիսուս Հիսուս Ողորմությունը Դավիթյան է Արքաների Հիսուս 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 ողորմությունը Դավիթյան է Հիսուս Հիսուս ողորմությունը Դավիթյան է Մեծարում է քեզ Հիսուս Փառաբանում եմ հավիտյան քեզ Մեծարիր նրան ծափերով Օրհնի նրան նրա ողորմության համար Օրհնի նրան նրա հրաշքների համար Եկեղեցի դու ունես ձայն Շարունակում են միայն փրկված մարդիկ Նրանք ովքեր ազատված են մեղքից, մահից, դժոխքից Նրանք հաղթահարում են ավելի բարձր Կան այստեղ բժշկված մարդիկ Բարձր Ավելի բարձր Ավելի բարձր Իսկ հիմա մեծարի նրանք բոլոր ցանցության Հիսուս Ողորմությունը Դավիթյան է Արքաների Հիսուս Փառաբանում եմ Քո ձայնը Հիսուս
ավելի բարձր, նորից ասա Հիսուս Հիսուս ողորմությունը բարձր արքան Հիսուս Iisus, tertereri. Հիսուս Ողորմությունը Դավիթյանը, արքան արքաների. Հիսուս Բարաբանում Նեսարում է քեզ Հիսուս Tertereri. Օրդում է քեզ Հիսուս Ողորմությունը Դավիթյանը, արքան արքաների. Հիսուս Բարաբանում է մավության քեզ Հալելույա պատրաստեցեք իրեն Պատվիր սապերով Մեծարում է քեզ Երկում են քեզ մեջ Տեր, տալիս են կյանքը մեր, ապրում են քեզ համար, Հիսուս փրկիչ մեր, առաջ ենք մենք հայլում, ոչինչ մեզ չի պահում, հասում ես և օգնում, մեր կյանքն ես դու, մեծ է հոգին, որ ապրում է, ասա հզորը բարձյալ է նա, հավատ, շարժում են մենք սարերը, և կարող ենք ամենբար, այո, հավատ, ուրախ ենք, որ արդար ենք և Կարող ենք ամենբար. ասա հավատ, շարժում ենք մենք սարերը և կարող ենք ամեն բան այո, հավատ, ուրախ ենք, որ արդար ենք և կարող ենք ամեն բան ասա հավատ, շարժում ենք մենք սարերը և կարող ենք ամեն բան այո, հավատ, ուրախ ենք, որ արդար ենք և կարող ենք ամեն բան ասո, եկեղեցի ասա, հավատ, շարժում ենք մենք սարերը և կարող ենք ամեն բան այո, հավատ, ուրախ ենք, որ արդար ենք և կարող ենք ամեն բան Փորձին երկես, հավատ և Բարձացուցայինդ, այո, հավատ, ուրախ ենք, որ արդար ենք և կարող ենք ամեն բան ասո, ևս մեկ անգամ ասա, հավատ, շարժում ենք մենք և այո, հավատ և կարող ենք ամեն բան ասո, ուժը, հավատ, շարժում ենք մենք սարերը և կարող ենք ամեն բան այո, հավատ, ուրախ ենք, որ արդար ենք և կարող ենք ամեն ասո ուժը Պատվին իրան սապերով Երկում են քեզ մեջ Տեր, տալիս են կյանքը մեր, ապրում են քեզ համար, Հիսուս փրկիչ մեր, առաջ ենք մենք հայլում, ոչինչ մեզ չի պահում, հասնում ես և օգնում, մեր կյանքն ես ու ասա, մեծ է հոգին, որ ապրում է մեր մեջ, հզոր ու բարձյալ է նա, հավատ, շարժում ենք մենք սարերը և կարող ենք ամեն բան, այո, հավատ, ուրախ ենք, որ արդար ենք և կարող ենք ամեն բան Եկեղեցի հավատ, շարժում ենք մենք սարերը և կարող ենք ամեն բան Այո, հավատ, ուրախ ենք, որ արդար ենք և կարող ենք Երկում են միայն արդարները բարձր Հավատ և կարող ենք Այո Գիտես, երկում ասում է, որ մենք շարժում ենք սարերը Դա սովորական սարերը չեն Նայր կողքինիդ ասա, նայր հավատքի աչքերով Սարերը դա քո կյանքի դժվարություններն են, իրավիճակներն են, որ դու կարող ես անցնել, որ դու կարող ես հաղթել Դու կարող ես ուղղակի այդ սարերին ասել չքվիր և նա կչքվի հավատքով Ասա կողքինիդ դու պատրաստ ես իմ հռչակել Մենք ուղղակի չենք երգում հռչակիր հավատքով
Գրոհի հավատքով ասա հավատ շարժում ենք մենք սարերը եւ կարող ենք ամեն բան Այո հավատ ուրախ ենք որ արդար ենք եւ կարող ենք ամեն բան Աստծո ժող եկեղեցի դու հավատ եւ Բարձրացուցայինը այո հավատ ուրախ ենք որ եւ կարող ենք ամեն բան Աստծո շարժում ենք մենք սարերը Եվ կարող ենք ամեն բան այո հավատ ուրախ ենք որ արդար ենք եւ կարող ենք ամեն բան Աստծո Բարձրացուցայինը դու մեծ արի նրան հավատքով Ցույց քո զորությունը Եկեղեցի բարձրացուցայինը Ցույց քո հավատքի զորությունը Եկեղեցի ցույց քո հավատքի զորությունը Ցույց որ դու ունես հավատք Որը կարող է տեղահանել ամեն տեսակ լեռները ամեն տեսակ բարդությունները բարձրացուցայինը Դու հավատ շարժում ենք մենք սարերը Այո հավատ Եվ կարող ենք ամեն բան Աստծո հավատ Եվ կարող ենք Այո հավատ ուրախ ենք որ արդար ենք Եվ կարող ենք Աստծո ուժով Հավատ շարժում ենք մենք սարերը Եվ կարող ենք ամեն բան Այո հավատ ուրախ ենք որ արդար ենք Եվ կարող ենք ամեն բան Աստծո ուժով Այո հավատ ուրախ ենք որ արդար ենք Աստծո ուժով Ես ուզում եմ խոսքի հետ կիսվել ձեզ հետ, Աստծո հրաշալի խոսքի հետ, որովհետև Աստծո խոսքը գանձա մեզ համար տրված, բոլոր արծաթներից, բոլոր ոսկեղենից, ամեն ինչից վեր Աստծո խոսքը շատ թանկ է մեզ համար, ու մենք երանելի ենք, որ ունենք այդ խոսքը մեր կյանքի մեջ, Աստծո խոսքի մեջ հրաշալի մի տեղ կա, բոլոր խոսքն է հրաշալի, ես առանձնացնել եմ մի քանիսը, Սաղմոս 19:1 ձեզ մոտ նշեք, երկինքը պատմում է Աստծո փառքը եւ երկնքի հաստատությունը հռչակում է նրա ձեռքի գործերը։ Ամեն ժամանակ, երբ որ աշկները տարածում ենք ամեն ուղությունով, մենք տենում ենք Տիրոջ գործերը։ Դա մեծ գործեր է, դա հենց նենց գործեր չի, մարդկային ձեռքի աշխատանք չի, ու դա փառքի է արժանի, ոչ մի մարդ դեռ չի ստեղծել սար, աստղ, լուսին, արև, ոչ մեկը, չկա տենց մարդ, որ ստեղծի դա, ու մենք պետք է դրա մեջ Աստծո փառքը տեսնենք, Աստծո մեծությունը տեսնենք, շարունակում ենք Սաղմոսների մեջ գտնել Աստծո գանձերը, Սաղմոս 1-ը ասում է, երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում, եւ մեղավորների ճանապարհների մեջ չի կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է, եւ ցերեկ եւ գիշեր նրա օրենքի վրա է մտածում։ Նա ջրերի մոտ տնկված ծառերի պես կլինի, ու իր պտուղը կտա ժամանակին եւ ամեն ինչ որ կսկսի ձեռնարկել հաջողված կլինի ով է հավատում Աստծո խոսքին ես հավատում եմ որովհետեւ այն ինչ որ գրած է հենց նենց բառեր ու նախադասություններ չեն սա փորձված է ոսկուպես փորձված է որովհետեւ երբ որ մենք ամբարիշտների խորհրդի մեջ չենք գնում այսինքն մեր եկամուտները մեր ֆինանսները ցանվում է Աստծո տան մեջ ու դա
բարիքաբերեմ մարդկանց համար, բարիքաբերեմ աղոթքի տեսքով, բարիքաբերեմ հրաշքների ու նշանների տեսքով եւ շատ հրաշալի է, որ մեր ֆինանսները ծառայում են այդ տեսակ բաների վրա, ոչ թե թմրանյութերի, ոչ թե ուրիշ վատ բաների վրա։ Սաղմոսների մեջ հաջորդը Սաղմոս 27:4 խոսքը Սաղմոս 2-ն ասում է. «Մեկ բան եմ խնդրում Տերիցը, եւ այն շատ կփափագեի, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերում»։ Մեր կյանքի բոլոր օրերը պատկանում են Աստծուն, որովհետեւ Աստված է մեզ ստեղծել։ Ի տարբերություն մեզ, մենք ունենք Աստծո տուն, եկեղեցին հրաշալի, բայց Դավիթ թագավորին բախտ չվիճակվեց Աստծո տունը տեսնել, որովհետև իր որդին Աստծո տունը պատրաստեց, սարքեց, իսկ ինքը փափագում էր։ Իսկ մենք երանելի ենք, որ այսօր Աստծո տան մեջ պատիվ ենք անում իրան, իր խոսքով։ Մենք շարունակում ենք։ Սաղմոս 24:4-5 խոսքում Աստված նշում է. «Նա, որ սուրբ է ձեռքով եւ անարատ սրտով, որ իր անձը անիրավության չի տալիս եւ երթում չի անում խաբեբայությունով, նա օրհնություն կստանա Տերիցը եւ արդարություն փրկության Աստվածանիցը»։ Օրհնություն, մենք ֆինանսները բերում ենք, իսկ Աստված օրհնում է, Աստված շատացնում է եւ դա տանում է փրկության, այն էլ Աստվածանիցը։ Ոչ մի մարդ չի կարա մեզ այսօր ոչ մի բանից փրկի, հավատացեք, դա մենակ մեր Աստվածը կարա։ Եկեք ուրախությունով մեր զոհը անենք, պատիվ տանք Աստծուն այն ամենից, ինչը որ մեզ ինքը տվել է, որովհետեւ դա օրհնված է։ Դա կլինի այն, ինչը որ դու այսօր կցանես ու Աստված կաճացնի 30, 60 եւ 100 ուրախությունով զոհենք։ Սիրելի եկեղեցի, եկեք աղոթենք այս հոգսերի համար, որովհետեւ այստեղ կա հավատ, կա սպասում եւ մենք աղոթքով Տիրոջը խնդրենք, որ տա նշան եւ հրաշք։ Իմ Աստված, շնորհակալ ենք քեզանից։ Իմ Աստված, օրհնի այսօրի Մարգարետ ջան եւ այս ամենը ինչը որ այս պատարողության մեջ ա դրված իմ Մարգարետ ջան եւ ընդհանրապես մեր հավատքի սրտերում մի Մարգարետ ջան, որ դու ուղղակի բերես պատասխանները Տեր, բերես քո պատասխանները իմ Մարգարետ ջան։ Ես խնդրում եմ ու բարեխոսում եմ յուրաքանչյուրի համար իմ Աստված, որ դու ուղղակի քո հրաշքները կատարես իմ Մարգարետ ջան, այն հրաշքները, որ դու անում ես երկրի վրա իմ Աստված, եւ մենք ունենանք վկայության խոսք, որովհետեւ քո խոսքի մեջ գրված է, որ նրանք կհաղթեն վկայության խոսքով եւ գառան այրունով իմ Մարգարետ ջան։ Թող ամեն մեկը պաշտպանված լինի իմ Մարգարետ ջան, քո այրան ծածկոցով իմ Մարգարետ ջան, որ մեր հավատքը մեծանա իմ Մարգարետ ջան, ու սարերը շուռ տանք, այս սարերը որ բարձրացել է Տիրոջ կամքի դեմ իմ Մարգարետ ջան, Հիսուս Քրիստոսի անունով իմ Աստված, եւ օրհնի այս զոհը իմ Մարգարետ ջան։ Թող սա լինի ընդունելության օր, ընդունելության տարի իմ Մարգարետ ջան, եւ որ ամեն մեկը, ամեն մի տվող ձեռքը լինի օրհնված իմ Մարգարետ ջան, քո տան մեջ ուղղակի տեղ չգտնվի Մարգարետ ջան, ամեն բարիքը լինի Մարգարետ ջան, ճոխությունով, առատությունով, քո Աստվածանից ուղարկված լիությունով իմ Մարգարետ ջան, եւ որ ամենքը քեզ փառաբանեն Տեր ջան, որովհետեւ միայն դու ես արժանի ընդունելու ողջ փառքը եւ պատիվը, ամեն։ Երկրպագեն նրան, բայց իշ քո սիրտը, ասա քո սրտի մեջ, դու իմ հովիվն ես, դու պետք ես ինձ, իմ կյանքի ամեն իրավիճակների մեջ, կանչիր նրան, որպես քո հավատարիմ ու միակ ընկեր, հալելույա։ Օ Տեր, հովիվն ես ես երբեք կարիք չեմ ունենա ջրերի մոտ հանդար առաջնորդում ես ինձ ու տալիս ես խաղաղություն օ Տեր հովիվն ես ես երբեք կարիք չեմ ունենա ջրերի մոտ հանդար առաջնորդում ես ինձ ու տալիս ես խաղաղություն սպասի ձեռքերը դիրքիր օ Տեր հովիվն ես ես երբեք կարիք չեմ ունենա
ջրերի մոթանդակ առաջնորդում ես ինձ ու տալիս ես խաղաղություն հովիվն ես ես երբեք կարիք չեմ ունենա ջրերի մոթանդակ առաջնորդում ես ինձ ու տալիս ես խաղաղություն ուր որ գնամ չեմ վախենա չարից ուր որ գնամ դու ինձ հետ ես միշտ ուր որ գնամ չեմ վախենա չարից քո ծուպը գավազանը մխիթարում է ուր որ գնամ ասա չեմ վախենա չարից ուր որ գնամ դու ինձ հետ ես միշտ ուր որ գնամ չեմ վախենա չարից քո ծուպը գավազանը մխիթարում է եկեղեցի երկիշ հովիվն ես ես երբեք ջրերի մոթանդակ ջրերի մոտ առաջնորդում ես ինձ ու տալիս Եվս մեկ անգամ բարձիր ձեռքերը տեսա հովիվն ես ես երբեք կարիք չեմ ջրերի մոթանդակ առաջնորդում ես ինձ ու տալիս ես խաղաղություն հովիվն ես երբեք կարիք չեմ ունենա ջրերի մոթանդակ առաջնորդում ես ինձ ու տալիս ես խաղաղություն ուր որ գնամ չեմ վախենա չարից ուր որ գնամ դու ինձ հետ ես միշտ ուր որ գնամ չեմ վախենա չարից քո ծուպը գավազանը եկեղեցի երկիր տակիր ասա ուր որ գնամ չեմ վախենա խոսքերը ուր որ գնամ դու ինձ հետ ես ուր որ գնամ ասա չեմ վախենա քո ծուպը գավազանը մխիթար Եվս մեկ անգամ բարձիր ձեռքերը տեսա ուր որ գնամ ուր որ գնամ Can I do it?
ցեդես մի Ուրեր որ գնա Չեմ վախենա շարից Քո ցուպը կավասանը Խիթարում էրի Ավատարի մամքը Երկր բակում է քեզ Խոնարհում է Բարձրացնում է քո անունը Դու մեր բեմն ես, դու մեր հույսն ես, դու մեր հույսն ես, դու մեր ավատարի մարգան ես, Հիսուս Ապավինում ենք միայն քեզ, դու մեր խաղաղությունն ես, հանգստությունն ես, Հիսուս, Հիսուս, հալելույա Ուր էր որ գնա Չեմ վախենա չարից Ուր էր որ գնա Դու ինձ հետ ես միշտ Ուր էր որ գնա Չեմ վախենա չարից Քո ցուպը Ես ուզում եմ որ քեզ հասկանալով Ուր էր որ գնա Չեմ վախենա Ցանկացած իրավիճակի մեջ ասա Ուր էր որ գնա Դու ինձ հետ ես Դու ինձ Եվ չես նքի Ասա ուր էր որ գնամ Ուր էր Չեմ վախենա Ասա Քո ցուպը Գավասանը Եվս մեկ անգամ ասա Ուր էր որ գնամ Հիսուս Ուր էր որ գնամ Դու ինձ հետ ես Դու ինձ Մխիթարիչ Մեր ապավեր Մեր ամրոն Մեր վեր Քո ցուպը Գավասանը Մխիթարում էլիս Ուր էր որ գնամ Չեմ վախենա չարից Հիսուս Ուր էր որ գնամ Դու ինձ հետ ես Ուր էր որ գնամ Չեմ վախենա չարից Քո ցուպը Գավասանը Մխիթարում էլիս Հովիվ նեսի Ես երբեք կարիք չեմ ունենա Չերեհի մոտ հանդարտ Առաջնորդում ես ինձ Ու տալիս ես խաղաղուց Պարզիր ձեռքերը երկիր որ նայ քո Տեր ասա Տեր երկիր նրան Հովիվ նեսի Դու ես մեր բարի հովիվը Ես երբեք ասա կարիք չեմ Ջրերի մոտ հանդարտ Առաջնորդում ես ու տալիս ես Բարձրացու ձայնը դու թող կլսվի քո ձայնը բարձր Տեր Հովիվ նեսի Ես երբեք Ջրերի մոտ Առաջնորդում ես ինձ ու տալիս ես Պարզիր ձեռքերը երկիր Տեր հովիվ նեսին Ես երբեք
Ես երբեք ջրերի մոտ հանդարտ ջրերի մոտ հանդարտ առաջնորդում ես ու տալիս ես խաղաղություն հովիվ նսին ես երբեք տարիք չեմ ունենա ջրերի մոտ հանդարտ առաջնորդում ես ու տալիս ես խաղաղություն հովիվ նսին ես երբեք կարիք չեմ ունենա ջրերի մոտ հանդարտ առաջնորդում ես ու տալիս ես խաղաղություն ուր են որ գնամ չեմ վախենա չարից ուր են որ գնամ դու ինձ հետ ես ուր են որ գնամ չեմ վախենա չարից քո սուպը կավազանը մխիթարում ինձ ուր են որ գնամ չեմ վախենա չարից Իիսուս ուր են որ գնամ դու ինձ հետ ես ուր են որ գնամ չեմ վախենա չարից քո սուպը կավազանը մխիթարում Զրուցիներ քո սրտի մեջ կանչի նրան և նա կհայտնվի և կփակիր ամբողջ սրտով Իիսուս Պատվում եմ քեզ հավատարիմ չեմ վախենա չարից քո սուպը կավազանը մխիթարում է Եվս մեկ անգամ պարզիր ձեռքերը դասա ուր էլ որ գնամ չեմ վախենա չարից ուր էլ որ գնամ դու ինձ հետ ես միշտ ուր էլ որ գնամ չեմ վախենա չարից քո սուպը կավազանը մխիթարում են Ասա ուր են որ գնամ ուր էլ որ գնամ չեմ վախենա չարից ուր էլ որ գնամ դու ինձ հետ ես միշտ ուր էլ որ գնամ չեմ վախենա չարից քո սուպը կավազանը մխիթարում է Հիմա միայն եկեղեցին կարող է երգել այս խոսքերը ուր էլ որ գնամ Չեմ վախեն Սաղմոս 23 երկիր տիրոջը Ուր էլ որ գնամ Դու ինձ հետ ես միշտ Իիսուս ուր էլ որ գնամ չեմ վախենա Ես ուզում եմ որ հիմա ամեն մեկը երկի բարձրացրու ձայնդ երկիր տիրոջը Ուր էլ որ գնամ Չեմ
վախենա չարի ոչ մի կրոն բացի քրիստոնեությունը որ գնա չի կարող դավանել համարձակ այս խոսքերը որտեղ մեր Աստվածը կենթանի Աստված է որ գնա չեմ վախենա չարի կոսումը գավազանը մխիթարում է բոլորս միասին ուր էլ որ գնա չեմ վախենա չարի ուր էլ որ գնա դու ինձ ես ուր էլ որ գնա չեմ վախենա չարից քո սուպը գավազանը մխիթարում է Հալելույա մենք քեզ մեծարում ենք Ծափարել Հիսուսի քո փրկչին քո Տիրոջը ով որ խաչի վրա տվեց իր կյանքը հենց քեզ համար ծափարիր բարձր նա քո հերոսն է նա քո չեմպիոնն է Հավիճան նա ունի իշխանություն ամեն տեղ նա ունի իշխանություն այս երկրի վրա նա ունի իշխանություն երկնքում նա ունի իշխանություն ամեն իրավիճակի մեջ Հալելույա ուր էլ որ գնա չեմ վախենա չարի Երկիր ուր էլ որ գնա դու ինձ ես Հիսուս ուր էլ որ գնա չեմ վախենա չարից քո սուպը գավազանը մխիթարում է Հիմա նայր կողքինիդ աչքերին ու ասա ուր էլ որ գնամ նրա ցուպը եւ գավազանը ինձ հետ են ինձ մխիթարում են ուր էլ որ գնա դու ինձ ես նա ինձ հետ է միշտ ուր էլ որ գնա չեմ վախենա չարից նրա ցուպը եւ գավազանը քո սուպը գավազանը մխիթարում է Եվս մեկ անգամ ուր էլ որ գնա չեմ վախենա չարից ուր էլ որ գնա նա ինձ հետ է միշտ նա ինձ հետ է Հավիտյան ուր էլ որ գնա չեմ վախենա չարից Հալելույա նրա ցուպը գավազանը մխիթարում է Հալելույա Այսօր մեզ համար առիթ է եւ մենք ունենք հաղորդություն մենք պետք է մոտենանք Տիրոջը Հիսուսն ասավ քանի անգամ որ կանեք իմ մահը հիշեցեք նա իրականից մահացավ որ դառնա քո Տերը նա մահացավ ապացուցելով իր սերը իմ եւ քո հանդեպ նա մահացավ որ ես ու դու կյանք ունենանք հասա կողքիդ կանգնածին միայն նրա մահով ես ու դու կարող ենք ապրել միայն նրա մահով ես ու դու ունենք արդարացում բոլոր մեղքերից բոլոր հանցանքներից հալելույա կարող եք հիմա բաժանել ուր էլ որ գնա նա ինձ հետ ես միշտ նա քեզ հետ է երբ որ դու նեղության մեջ ես երբ որ դու հիվանդանոցում ես անհույս պարկած նա քեզ հետ է միայն նա կարա քեզ հովություն անել մխիթարում է հալելույա երբ որ քեզ դժվար է նա քեզ հետ է երբ որ դու մահանում ես նա քեզ հետ է նա ամեն տեղ նույնն է նա տերերի Տեր է ու թագավորների թագավոր է նրա իշխանությունը ամենուր է հալելույա ուր էլ որ գնա չեմ վախենա չարից քո կարող եք ընդունել հաղորդությունը հալելույա ընդունիր ուր էլ որ գնա չեմ վախենա չարից ուր էլ որ գնա դու ինձ հետ ես միշտ
դու ինձ հետ ես ու էր որ գնա չվախենա չարի քո սուպեր կամասանը խիթարում չվախենա չարի ու էր որ գնա դու ինձ հետ ես ու էր որ գնա չվախենա չարի Հալելույա, բարձր ծափարիր Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա Հիսուս։ Մեր Հերոս, մեր Աստված։ Հալելույա։ Ասա ես այն եմ, ինչ որ Աստված մտածում է իմ մասին, ես ունեմ են ամենը, ինչ որ Աստված ասում է ես ունեմ, և ես կարող եմ են ամենը, ինչ որ Աստված ասում է ես կարող եմ, ես հաղթող եմ, որովհետև ես սիրում եմ Հիսուսին, ես անհասանելի եմ սատանայի համար, որովհետև ես գնում եմ Հիսուսի հետևից, Տերը ինձ օծել է իր յուղով, նոր յուղով, ես Տիրոջ զավակ եմ, դժոխքը, դևերը սարսափում են ինձանից, հալելույա, ես ամեն օր գնում եմ փառքից փառք, զորությունից զորություն, հաղթանակից հաղթանակ, սրբությունից սրբություն, օծությունից օծություն, հավատքից հավատք, ես ամեն օր էլ ավելի եմ մոտիկանում իմ Աստծուն, որտեղ ես հավատում եմ նրա խոսքին, ես բռնված եմ նրա խոսքից, հալելույա, և Տիրոջ խոսքը, օր ու գիշեր, աշխատում է իմ կյանքի մեջ, ասա լսի սատանա, կապ չունի, այսօր իմ աչքերը ինչ են տեսնում, ես հաղթող եմ, ես զորավոր եմ, ես ընտրված եմ, ես երկրային արքայության քաղաքացի եմ, ես Աստծո զավակ եմ, եթե իմ Աստվածը իր կյանքը տվել է ինձ համար, մնացածը գտա, ես հավատում եմ, որտեղ մնացածը շատ մանր մունր բաներ է, նա ամենակարևորը իրականացրել է, իմ փրկությունը, իմ արդարությունը, մնացածը կանի իր ժամանակին, հալելույա, դու կարող ես նստել աստորաշալի ներկայության մեջ, օրհնիչ քո կողքինին, ասա Աստծո տունը դա հրաշալի վայր է, և մենք ունենք հնարավորություն գտնվել Տիրոջ տան մեջ, ամեն, գիտես, Տեր դու իմ հովիվն ես, ու ես ոչ մի բանի կարոտություն չեմ ունենա, մենք պետք է հասկանանք, ով է մեր Աստվածը, ուր էլ գնանք, նա մեզ հետ է, գիտես ես աշխարհը քրիստոնյա ճակերտների մեջ, մենք քրիստոնյա ենք ճակերտների մեջ, հավատում են Հիսուսին ճակերտների մեջ,
Բայց երբ որ մարդու կյանքում գալիս է վերջի ճանապարհը, եւ նա մահանում է։ Մահանում է այս աշխարհի համար, թողնում է այստեղ մարմինը։ Իրանք գիտեն, թե վերջ, իրան պետք է տեղափոխեն գերեզման եւ այնտեղ իր վերջի տեղն է։ Սա սուտ դիվական ուսմունք է։ Հիսուսը Տեր է ոչ թե մենակ այս կյանքի մեջ, Հիսուսը Տեր է երկնային արքայության մեջ, հոգևոր աշխարհի մեջ։ Հիսուսը Տեր է երրորդ երկնքում, որտեղ իր թագավորությունն է, որտեղ Հայր Աստվածաթորն է, որտեղ իր զորավոր աթոռն է, հոր աջ կողմը, Հիսուսի զորավոր աթոռը։ Ամեն լեզու դավանում է, որ նա է Տերը։ Եվ այնտեղ կան զորավոր աթոռներ մեզ համար պահված։ Հիսուսը զբաղացրել է այնտեղ մեր տեղը, որպեսզի ես ու դու ստեղ զբաղացնենք Հիսուսի տեղը։ Անենք այն գործերը, որ ինքը անում էր ու կաներ, եթե հիմա ֆիզիկապես ստեղ լիներ։ Հիսուսը ունի իշխանություն ժողքում։ Հիսուսը ունի իշխանություն երկրորդ երկնքում, որտեղ սատանայի աթոռն է, սատանայի արքայությունն է։ Շատերը մտածում են, որ սատանան ինքը դժողքում է, ոչ։ Դժողքը դա հատուկ տարածք է, որտեղ հոգիները պահված են, տանջվում են դժող գնացած հոգիները։ Եվ Հիսուսը Տեր է երրորդ երկնքում, առաջի երկնքում, երրորդը Հայր Աստծո թագավորությունն է, երկրորդը սատանայի իշխանությունն է եւ առաջինը այստեղ դու կարող ես բախվել հիվանդությունների հետ, դժվարությունների հետ, այստեղ դու կարող ես բախվել շատ ծանր բաների հետ, ու դու պետք է իմանաս ու հավատաս, որ Հիսուսը Տեր է ամեն իրավիճակի մեջ։ Դևերը սատանան սարսափում են Հիսուսից, երբ որ դու ունես այդ հայտնությունը։ Ու գիտես, երբ որ գալիս է մարդու վախճանը, մարդու վերջը։ Ճիշտ է, հարազատները կտանեն մորգ, մորգից մարմինը կբերեն, տեղադրված հետաքրքիր թանկարժեք դագաղի մեջ, հատուկ գերեզման կվերցնեն, չեն խնայ ոչինչ միգուցե, կհավաքվեն բոլորը, այդ 3 օրը խառնված կլինեն։ Բայց այն պահից, որ մարդը մահացավ, նա նույնպես շարունակում է ճանապարհորդել։ Ուր? Եթե չունեցավ Հիսուսին, նա չի տեսնի այն ինչ որ պահված է որ կողմից։ Դևերը նրան կվերցնեն ու կհափշտակեն դժողք։ Կտանեն դժողք։ Սա հոգևոր աշխարհի իրականությունն է։ Նրանք, ովքեր ունեն Հիսուսին ու ապրում են Աստծո կամքի մեջ, նրանց տրված է տեսնել երկինքի իր փառքով, իր ճոխությամբ, իր մեծությամբ։ Հիսուսը Հովհաննես ավետարան 14-րդ գլխի մեջ ասում է. ինձ հավատացողները հորը կտեսնեն։ Գիտես, ոչ մեկ չի կարա տեսնի Աստծուն։ Բայց Հիսուսը տալիս է խոսմունք, որ ես ու դու, ասա կողքիդ նստածին, հետևից նստածին, ես ու դու կարող ենք տեսնել հորը։ Սա խոստմունքը Հիսուսից ինձ ու քեզ համար։ Ես ուզում եմ, որ բոլորս միասին բացենք Հովհաննես ավետարան 14-րդ գլուխը։ Ես շատ կարճ եմ եղնելու այսօր։ Հինգերորդ խոսքից Հիսուսը խոսում էր, որ ես ինչ որտեղ եմ գնում։ Գիտես ինչի է սատանան հետ պահում մարդկանց կարդալ Աստծո խոսքը, որովհետև երբ որ Աստծո խոսքը սկսենք կարդալ, մեր աչքերը բացվելու են։ Բացի այն, որ մենք հավատքով ենք լցվելու դեպի Աստված, հետո մեր աչքերը բացվելու են դեպի հոգևոր բաները, դեպի հավիտենական բաները։ Եվ Հիսուսը իր աշակերտներին ասում է. ես գնում եմ։ Ու Թովմասը 5-րդ խոսքից նրան ասեց. Տեր, մենք չգիտենք թե ուր ես, որտեղ ես գնում։ Գիտես, երբ որ մենք այս աշխարհի վրա ասում ենք գնում ենք, մարդիկ ասում են, բա ուր ես գնում, որ երկիրն ես գնում, հա։ Անկամ աշակերտները Հիսուսի կողքը չէին հասկանում, այդքան ժամանակ իր կողքը լինելով, իր հետ լինելով, չգիտեին ու չէին հասկանում, որ բացի այս ֆիզիկական աշխարհը կա էլի տեղ, որտեղ մարդը կարա գնա, որտեղից կարան գան։ Հիսուսը եկավ երկնքից, երրորդ երկնքից։ Հրեշտակները գալիս էին երրորդ երկնքից։ Հրեշտակները բախվում են երկրորդ երկնքում պատերազմի սատանայի հրեշտակներին։ Բայց միևնույնն է հասնում են, Աստծո խոսքը հասնում էր
առաջի երկինք, մեր ֆիզիկական աշխարհը։ Կա ճանապարհ գալու եւ գնալու։ Իսկ Հիսուսը իր զոհով մեկընդմիշտ, ասա մեկընդմիշտ բացեց այդ ճանապարհը երկինք տանող։ Ուրիշ ոչ մեկ չի կարա գնա այդ ճանապարհով, եթե երկրի վրա չունենա ապաշխարություն եւ հանդիպում Հիսուսի հետ։ Մեր ժամանակներում սենց էր ապաշխարությունը։ Մենք գիտենք, որ պետք է հրաժարվենք աշխարհից ու բռնվենք Հիսուսից, ապրենք Հիսուսի համար։ Հիմա ուրիշ ձև է դարձել ապաշխարությունը։ Կարան աղջկա պատճառով, կարան տղայի պատճառով, բեմ բարձրանան, ինչ կապիկություն ասես անեն, աղոթքել անեն, բայց նրանց թեման ուրիշ է։ Ապաշխարությունը պետք է լինի իրական։ Երբ որ դու իրական ապաշխարում ես, Հիսուսը դառնում է քո փրկիչը, դու ունես այդ թույլտվությունը։ Եվ որ պահին էլ որ գա, այդ պահը, որ դու պետք է հեռանաս այս աշխարհից, քո վիզան պեչատված է, դու ունես թույլտվություն, ամեն ժամանակ, ասա ամեն ժամանակ, չկա ոչ մի խոչընդոտ, դա վերաբերվի քո աղոթքի կյանքին, քո հավատքի կյանքին, քո երկինք գնալուն, չկա ոչ մի խոչընդոտ։ Քեզ 10 տարով, մարդիկ ասում են, Եվրոպայում 10 տարով թույլտվություն են տալիս, որ դու ասենք, ես ինչ պետության քաղաքացի դառնաս, հետո 10 տարի հետո կորոշեն, մնաս թե չէ։ Դու կարաս օգտվես, ոնց որ քաղաքացին օգտվամ, բարկեր վերցնես, տուն վերցնես, չգիտեմ, տարբեր աշխատանք ունենաս, քեզ ոչ մեկ չի նեղի։ Միացյալ Նահանգներում նույնպես է, չէ՞։ Շատ դժվար է, նորից տալիս են թույլտվություն, հետո էլի պետք է։ Հիմա նայ, Հիսուսը մեկընդմիշտ տալիս է այդ թույլտվությունը, այնտեղ պետք չի ֆինանսներ, ծանոթներ, այնտեղ պետք չի անգլերենի լեզու իմանաս, կամ ֆրանսերենին տիրապետես, Հիսուսը տվել է։ Ես ու դու մեղքի մեջ մեռած ենք եղել, մեղավոր ենք եղել, բայց նա այդ հարցը լուծել է, մենք ուղղակի չենք իմացել դրա մասին, մենք ծնվել ենք ընտանիքները, որոնք Աստծուց հեռու են եղել։ Աստվածպաշտությունը, որը մենք տեսել ենք ու սովորել ենք, առիթի դեպքում ժամանակ առ ժամանակ եկեղեցի գնալը, պատերը պաչելը, մոմ դնելը, դա է եղել մեր հավատքը։ Քահանաների բերանը փակ է եղել, բոլորը լուր են եղել ու դու չես իմացել, որ ինչ որ մեկը մահացել է խաչի վրա հենց քեզ համար, որ քեզ արդարացնի, որ քեզ փրկի։ Ու այդ ճանապարհը բաց է։ Ու գիտես, երբ որ դիակը տնից դուրս են բերում կամ սրահներից ասում են, քո վերջի ճանապարհն ես գնում, մինչև հողին հանձնեմ։ Սա սատանայի սուտն է, սիրելիս։ Մարդը վաղուց արդեն իր ճանապարհը գնացել է, կամ դժոխք, կամ երկինք։ Հիսուսն է մեր ճանապարհը։ Հիսուսն է։ Գերեզմանը չի ճանապարհը, վերջը։ Գերեզմանը չի վերջը։ Դա տեղը, որտեղ մարմինն է թաղվում, բայց ուր է մարդը, որը դուրս է գալիս։ Պողոս առաքյալը ասում է, մենք հոգի ենք, որ ապրում է մարմնի մեջ։ Այսօր սատանան փոխել է, չէ՞, ասում է, հա, հոգիս իմ մեռնելուց հետո ուզում է գնա, մտածում է, թե հոգին այդ ինչ է, մազի հատիկ է կամ ինչ որ բան է։ Ասա, մենք հոգի ենք, որ ապրում ենք մարմնի մեջ, ժամանակավոր, եւ Պողոս առաքյալը ասում է, երկրային վրանի է նմանացնում իմ ու քո մարմինը։ Ինքը վրանագործ էր, ինքը շատ ուժեղ հասկանում էր դրանից։ Սա ժամանակավոր կացարան է։ Ասա, դու մարմին, ճիշտ է, ապրի առողջ, օրհնված, երջանիկ, բայց դու ժամանակավոր կացարան ես, ինձ համար, ես մի օր դուրս եմ գալու և մտնելու եմ երկինք իմ Աստծո թագավորությունը, ալելույա։ Իսկ եթե հափշտակությունը իմ ժամանակը մլնի, այս մարմինը ապականացու օթերի մեջ պետք է դառնա ինչ, անապականացու, պետք է փոխվի և պետք է դառնա երկնային։ Հիմա նայ, Թոմասն ասաց, Տեր, մենք չգիտենք, թե ուր ես գնում։ Եվ ինչպես կարող ենք ճանապարհը գիտենալ։ Դու ասա, աբարան եմ գնում, որ մենք հասկանանք աբարանի ճանապարհը բռնենք։ Դու ասա, Թիֆլիս եմ գնում, որ մենք հասկանանք Թիֆլիսը որ ուղղությամբ գնանք։ Դու ասա, Ղարաբաղ եմ գնում, որ մենք հասկանանք, Թուրքիա եմ գնում, որ մենք հասկանանք, ոնց, ինչ, որ ճանապարհը բռնենք։ Իսկ Հիսուս ինչ ասավ։ Հիսուսը նրանց ասեց. Ես եմ ճանապարհը։ Նա այս մեր իմացած ճանապարհները չի։
ասա Հիսուսը միակ ճանապարհն է երկինք տանող։ Սատանան քանի որ փառքի այդ տենչանքի պատճառով վայր ընկավ երկնքից եւ նա ուզում Աստված լինի։ Մենք տեսնում ենք, որ նա իրան Աստված է հռչակել։ Տարբեր կրոնների միջոցով հանդես է գալիս։ Բուդդիզմ, իսլամ, հինդուիզմ, հիմնական կրոնները, չէ՞։ Մենք տեսնում ենք, որ նա տարբեր դեմքեր ունի։ Թե հինդուիստների առաջնորդը, թե իսլամիստների առաջնորդները, թե բուդդիստների առաջնորդը, նրանք մահացել են սովորական հիվանդությունից, դիզինտերիայից, լուծից, պատկերացնում եք, մալարիայից, նրանք ունեն գերեզման, նրանց մարմինը հող է դարել, նրանցից ոչ մեկը չի կարող ցույց տալ ճանապարհը, նրանցից որևէ մեկը չի կարող հանդիսանալ ճանապարհ։ Նրանց ճանապարհը հատել է այդ իրանց շիրիմի մոտ, իրանց գերեզմանի մոտ։ Բայց Հիսուսն ասում է, ես եմ ճանապարհը։ Որ ճանապարհը երկինք տանող։ Ոչ մի ուրիշ կրոն չի կարող տանել մարդկանց երկինք, չի կարող մարդկանց փրկել, բայց քրիստոնեությունը ցույց է տալիս ուղին, Հիսուսը մեր ճանապարհն է, մեր ուղին է, լսում ես, միմիայն նրա միջոցով մենք կարող ենք փրկվել, միմիայն նրա միջոցով ազգերը կարող են փրկվել, որովհետև Հիսուսը հայտարարեց, որ ես եմ ճանապարհը։ Եվ գիտես, այդ այն ժամանակահատվածն էր, որ ճանապարհաշինությունը շատ մոդա էր։ Մարդիկ աշխատում էին, գումարներ էին ստանում, եւ բոլոր ճանապարհները լսել ես այս արտահայտություն, տանում էին դեպի Հռոմ։ Բոլոր ճանապարհները մի ուղղությունն էին դեպի Հռոմ, որտեղ այն ժամանակ հռոմեական կայսրությունն էր, ազդեցությունը։ Եվ բոլորը ասում էին ճանապարհ են շինում։ Հռոմ, գիտես մարդկանց համար դա ինչ էր, ճանապարհ։ Ճիշտ է, դա ասֆալտից չէր, բետոնից չէր, բայց ճանապարհ էր, որ մարդիկ կարող էին հասնել Հռոմ։ Իսկ Հիսուսը կանգնեց ու ասավ. Ես եմ ճանապարհը։ Եթե քո ճանապարհը տանում է մինչև Հռոմ, իմ ճանապարհը տանում է մինչև Հոր գահը։ Իմ ճանապարհը տանում է մինչև Հայր Աստծո թագավորությունը, որտեղից ես եկել եմ, որ քեզ տանեմ։ Դու պետք է կարդաս Աստծո խոսքը։ Դու պետք է քո ամեն, գիտես, մենք ապրում ենք այս երկրի վրա, բայց մենք ամեն օրը մեր քայլում ենք դեպի հավիտենություն։ Մենք Հիսուսի հետ քայլում ենք դեպի Աստծո արքայությունը, որտեղի քաղաքացիներ ենք մենք։ Հասկանում ես, դու ոչ մի բան չես արել, մատդ մատով չես տվել, բայց արդեն քեզ համար որոշված է, որ դու ունդեղի քաղաքացի ես, դու ունես բնակարան, տարած, քեզ պետք չի կրիզիտներ փակել 30 տարով։ Քեզ պետք է օրվա 24 ժամը ձյու նման աշխատել, որ սրան էլ հասնես, նրան էլ դու արդեն ամեն ինչ ունես հավատքի միջոցով, հավատքի շնորհիվ։ Լսում ես։ Առաջի բանը ես եմ ճանապարհը։ Ուրիշ ճանապարհ չկա։ Քո տան մեջ խառնաշփոթ է, ուզում ես գնաս, տեսնես ինչի տղետ Ռուսաստանից չի գալ, ինչի հարցը դժբախտ է, գնում ես կախարդի մոտ։ Դա ճանապարհ չի, դա ճիշտ ճանապարհ չի։ Ճանապարհը Հիսուսն է։ Ճանապարհը ապաշխարությունն է։ Դա մի ճանապարհ է, որով դևերը եւ անեծքները կգան քո ընտանիք եւ ավելի վատ կլինի։ Իրավիճակները ավելի վատ կլինեն։ Եթե դու տկար ես, հիվանդ ես, մտածում ես ում մոտ գնաս, ով բախտդ կնայե, չգիտեմ, բախտ կչափի, սա ճանապարհ չի լուսման համար։ Սա ճանապարհ է դևերի համար, ոնց ավելի շատ թափանցեն քո ընտանիք։ Ճանապարհը Հիսուս Քրիստոսն է։ Բացում ես գիրք ու ասում ես Տեր իմաստը, ասում եմ հաշտվել քեզ հետ։ Ինչ անեմ, որ իմ կյանքը տարբեր լինի։ Ինչ անեմ, որ իմ կյանքը առանձնանա, որ այդ տոմական, ժառանգական անեծքները քանդվեն։ Ես չեմ ուզում ապրել նենց, ոնց որ իմ նախնիներն են ապրել։ Ես ուզում եմ օրհնված լինեմ։ Ես ուզում եմ ամեն իրավիճակ փոխվի իմ կյանքի մեջ։ Ու Հիսուս ասում է. ես եմ ճանապարհը, արի իմ հետևից։ Ուղղակի հավատալով չի, ուղղակի դևերն էլ են հավատում։ Արի իմ հետևից, ես եմ ճանապարհը, եթե կա ճանապարհ նշանակում է մենք պետք է քայլենք այդ ճանապարհով։
Ասա կողքիդ նստածին, եթե կա ճանապարհ, նշանակում է այդ ճանապարհը քեզ համար է եւ դու պետք է քայլես այդ ճանապարհով։ Ասա մի զլանա։ Դու պետք է քայլես այդ ճանապարհով։ Եվ ուրիշներին է քայլել տաս այդ ճանապարհով։ Երկրորդը ճշմարտությունը։ Ես եմ ճշմարտությունը։ Այ մեզանից քանի հոգի է համոզվել, որ մանիկը տես կարդում էր, չէ՞, Սաղմոսներից, Աստծո խոսքի, դուաբերության մասին, Աստծոտան մասին։ Քանի հոգի է համոզվել, որ Աստծո խոսքերը դրանք ճշմարտություն են կատարյալ, 100%-անոց, 1000%-անոց։ Մենք գիտենք, որ Հիսուսը խոսքն է։ Հովհաննես ավետարան նշի քո մոտ առաջի գլուխ, առաջի խոսքից։ Հիսուսը խոսքն է։ Եվ ասում է, ես եմ ճշմարտությունը։ Եղել է, որ ինչ-որ մեկը քեզ ինչ-որ բաներ խոստանա։ Լավ, ուրիշ կոմերց չնայենք։ Ու հետո մահացավ ու խոսմունքը չկատարվեց։ Ինչի՞, որտեղ մենք մարդ ենք, մենք սահմանափակ ենք։ Մենք կարանք շատ բաներ խոստանանք, շատ բաներ ուզենանք ու չհասնենք դրանց, որտեղ մենք մարդ ենք, բայց Հիսուսի խոսքերը ճշմարտություն են։ Ճշմարտություն են։ Կապ չունի դու այսօր ինչ ճանապարհով ես քայլում, ինչպիսի նեղություններ ու դժվարություններ կա։ Նրա խոսքը քեզ հետ է։ Մի վախեցիր, եթե կրակի միջով անցնես, այստեղ կան մարդիկ, որ իրականից կրակի միջով են անցնում։ Կրակը քեզ չի վառի։ Եթե աղքատանաս, ես քո Եհովայի իրեն եմ, քեզ օրհնող Աստվածն եմ։ Եթե մոլորվես, ես քո հովիվն եմ։ Միգուցե հազարավորների եւ տասնյակ հազարավորների աչքեր քեզ չնկատեն, քեզ որոնեն, բայց չգտնեն, բայց իմ աչքերը միշտ հիշիր, որ քեզ հետ է։ Միշտ հիշիր, որ իմ ակաժները լսում է քո ձայնը։ Ես եմ ճշմարտությունը։ Այնքան մեծ ցավ է, ես սրա մասին պետք է ասեմ։ Երբ որ դու տեսնում ես քրիստոնյաները Սուրբ հոգով մկրտված, ջրով մկրտված, ծառայողներ այդ շարքում հաճախակի։ Գնում են զբաղվում են յոգայով։ Յոգան դա բուդդիստական ուսմունք է։ Եվ յոգայով զբաղվողները Սուրբ հոգու հետ չեն հաղորդակցվում։ Չմոլորվեք։ Այսօր քրիստոնեական Հայաստանում ամեն անկյունում կարաս տեսնես յոգայի վարժություններ, յոգա հրավիրում են։ Եվ ոչ մի քահանա դուխ չունի, որ ասի, որ դա դիվական է, դա բուդդիստական է, դա իր մեջ ճշմարտություն չունի։ Ես ինքս իմ աչքերով տեսել եմ, մեր եկեղեցու մարդիկ, ովքեր զբաղվել են յոգայով, ու իրանք ոնց են ազատագրել, երբ որ այդ մանտրաները լսել են, այդ ականջներով դևերը մտել են իրանց կյանքի մեջ։ Դա դիվական ուսմունք է, դա իր մեջ չունի լույս, դա իր մեջ չունի ճշմարտություն։ Մարդիկ զբաղվում են յոգայով, որպեսզի խաղաղվեն։ Մոռացել ես, Եսայիա մարգարեության մեջ ինչա գրված։ Խաղաղության իշխան։ Ով է այդ դևը, որ քո կյանքի մեջ խաղաղություն բերի։ Մի հատ հետա զոտիր, ինչից է մահացել բուդդիստների ղեկավարը, Բուդդան, ինչից է մահացել։ Ուրան նա, ես քեզ կասեմ դժողքում է, ինչպիսի խաղաղություն կարա բերի նա քո կյանքի մեջ, սուտ, շինծու, խաղաղության Աստվածը, նրա անունը Հիսուս Քրիստոս է և իշխանությունը նրա ուսերի վրա է։ Բայց երբ որ ինչ-որ միտեղ եկեղեցի է բացում, մենք տեսնում ենք քահանաների ագրեսիան շատերի։ Համարում են աղանդ, համարում են էսուեն, վարկաբեկում են, քար են շպրտում ու մարդկանց սիրտը պոկում են այդտեղից։ Բայց երբ որ բացում են յոգայի սենյակներ, որտեղ մարդիկ հաղորդակցվում են այդ դևերի հետ, դրանք դևեր են, որոնք ավիրում են ու դեռ ավիրելու են մարդկանց կյանքերը։ Հիսուսը ինչ ասավ, ես եմ ճշմարտությունը։ Իմ մեջ է խաղաղությունը, իմ մեջ է ուրախությունը, իմ մեջ է կյանքը։ Ես եմ ճանապարհը։ Ու երրորդ ինչ ասավ։ Կյանքը։ Մարդիկ տարբեր բույսեր են խմում, տարբեր չգիտեմ ինչեր են, որ կյանք ունենան։ Կյանքը Հիսուսն է։ Հավիտենական կյանքը ու կյանքը երկրի վրա դա Հիսուս Քրիստոսն է։ Ոչ մի տաբլետկա, ոչ մի քսուկ,
Ոչ մի չգիտեմ ինչ կերակրատեսակ չի կարա քեզ կյանք տա նենց, ոնց որ Հիսուսը կտա։ Հիսուսը իր կյանքը տվեց, որ ես ու դու ապրենք։ Եվ Հիսուսը մեր հավիտենական կյանքն է։ Մենք պետք է այս երեք բաները գտնենք մեր Աստծո մեջ։ Ճանապարհը։ Այսօր շատերը միգուցե նեղության մեջ են ու չեն գտնում ելք։ Միշտ հիշի, Հիսուսը ունի դուռ։ Մենք այս վերջերը հաճախ խոսում ենք դրա մասին։ Նա կարա ցույց տա ճանապարհ իր խոսքի մեջ։ Նա ճշմարտությունը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հիշում եք Հիսուսի խոսքերը։ Չէր ասում հորս արև ճիշտ եմ ասում, մամայ արև ճիշտ եմ ասում, էսի տղա ալվեմ ճիշտ եմ։ Ովքեր են ես օգտագործում, այն որ վստահ չեն իրանց խոսքին։ Դե, ինչ են ասում, շան տղա ալնեմ, ես ալնեմ, հեն ալնեմ, հեն ալնեմ։ Խնդրում եմ հավատա։ Հիսուսը կարիք չուներ տենց բանի, ասում է, գիտես Արվիկ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ ես եմ ճանապարհը, ճշմարտությունը ու կյանքը։ Ոչ հոր արևով է երդվում, ոչ մոր արևով է երդվում։ Կյանք։ Եթե դու ուզում ես ապրես ու լավ ապրես, եթե դու ուզում ես օրհնված ապրես, այդ ամենը Հիսուսի մեջ է։ Հիսուսի մեջ։ Հիսուսը մեր Տերն է, Հիսուսը մեր Աստվածն է, նա մեր Թագավորն է։ Ու խոսքն է ճանապարհը, խոսքն է ճշմարտությունը եւ խոսքն է կյանքը։ Լսում ես, պետք չի կրոն փոխել, պետք չի հավատ փոխել։ Խոսքի մեջ է ամեն բան, ինչի կարիքը դու ունես։ Խոսքը։ Հիսուս ինքը խոսքն է։ Այսօր փառք ասում մենք ունենք խոսքը մեզ հետ։ Ով ունի խոսքը։ Դու ունես տանը, դու ունես հեռախոսիդ մեջ, դու ունես ամենտեղ խոսքը կարա քեզ հետ լինի։ Եվ ուղեցույց լինի։ Քո կյանքում 3 ամուր հիմք որ պետքա դնես, պետքա 100%-ով հավատաս, որ խոսքն է ճանապարհը ամեն իրավիճակի մեջ։ Լսի, այս աշխարհի մարդկանց մոտ, որ իրանց երեխեք կյանքը մահը գալիս է, ջարդ ու փշուրը, իհարկե ցավ է դա, մահը դա բաժանում է, ճիշտ է, ցավ է, բայց քրիստոնյաները գիտեն ուր են գնում իրանց երեխեքը, որ սա վերջը չէր, սա ժամանակավոր բաժանում է, ցավ է, մեծ ցավ է, բայց հույս կա, որ մի օր մենք կհանդիպենք իրան, ճիշտ է, կամ ծնողներ են մանում, կամ հարազատներ, այս աշխարհը չգիտի, փորձում է դա գտնել գերեզմանների մեջ, մարդիկ միլիոններ են ծախսում, այդ սպիտակ մարմարների վրա, որ գերեզմանը, գիտես, եւ առաջի բանը, որ ուզում են մխիթարություն գտնեն, երկրորդն էլ որ տեսնեն մարդիկ կողքից, հավատա, նրանք չունեն հույս, բայց Հիսուսն ասավ, ես եմ ճանապարհը, նրանց ճանապարհը այնտեղ վերջացել է, ոնց են աշխարհի մարդիկ ասում, 8 մեղ 4 տախտակ, չէ՞ տենց են ասում այդ տարան։ Իսկ մեր ճանապարհը երբեք չի վերջանում, հատկապես եթե դու ունես Հիսուսին։ Երբ որ գալիս է բաժանումը, հիվանդությունը, մենք գիտենք, որ ճիշտ է, այս մի ճանապարհը ժամանակավոր փակվեց, բայց Հիսուսի հետ մենք իրան հանդիպելու ենք դեռ։ Ու հավիտյան ենք ապրելու։ Ու այդ հարազատից չես տեսնելու ցավերի մեջ, մորֆի սրսկվելուց, որ այդ մորֆիներն էլ չէին օգնում, հասկանում ես, իրան պետքա տեսնես առողջ, ժիվոյ, Աստծո հետ։ Շեշտը դնում ենք փրկության վրա, սիրելիս։ Ճանապարհը ճշմարտություն է, Հիսուսի խոսքերը ճշմարտություն են։ Այսօր աստղագուշակների, յոգայով զբաղվողների, կախարդների, բախտնայողների խոսքի մեջ ճշմարտություն չկա։ Ում խոսքի մեջ է ճշմարտությունը։ Հիսուսի, որտեղ ինքը, գիտես ինչ ասավ, ճշմարիտ եմ ասում ձեզ։ Հետո ասավ իմ խոսքը ինձանից բարձր եմ դրել, Աստված, որը բուխտի ձերքը իր ափերի մեջ բամը, իր խոսքը իրանից բարձր է դրել։ Իսկ մենք ես ու դու սկսում ենք կասկածել, ուրիշ ուղղություններով գնալ, չհավատալ այդ խոսքին, արհամարել այդ խոսքը եւ կյանքը։ Ուզում ես կյանք ունենաս։ Կյանքը փողերի մեջ չի։ Կյանքը ընտանիքի մեջ չի միայն, երեխեքի մեջ։ Կյանքը աշխատանքի մեջ չի,
կյանքը Հիսուսի մեջ է։ Եթե կյանքը ընտանիքի մեջ է, ընտանիքը շատ լավ է, դա նվեր է, ապարգև Աստծուց։ Բայց գիտես, երբ որ կա ընտանիք, հրաշալի ընտանիք, բայց չկա Հիսուսը, ինչքան գիտենք, որ ընտանիքի տղամարդը կամ կինը դավաճանել է իր կողակցին։ Կամ երեխեքը թեկուզ լավ հագնված, կերակրված, ուշադրության կենտրոնում, ամենալավ դպրոցը սովորեցին, ամենալավ տեխնիկումը, ինստիտուտը սովորեցին, բայց դառան թմրամուլ։ Բայց մահացան ինչ որ դժբախտ պատահարից։ Տեսնում ես, որ դրա մեջ կյանք չկա, կյանքը Հիսուսի մեջ է։ Այդ ամեն ինչը մենք պետք է ունենանք, մենք պետք է ձգտենք, որ ունենանք։ Քրիստոնյաները պետք է լինեն աշխատող, քրիստոնյաները պետք է պրոգրես ունենան իրենց կյանքում, բայց համար առաջինը ունենանք Հիսուսին, իր խոսքը։ Ես եմ ճանապարհը, ասա կողքինիդ, նա է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Գիտես, մեկ զարմանում ես մարդկանց վրա, գալիս են ասում են, գնացել են ինչ նայողի մոտ, ասավ Աննա առաջ արի, շաքաղվեցի, որ անունս տվեց։ Աստված այդ անունը 30 քանի տարի է քեզ ա տվել արդեն։ Չգիտեիր, որ անունը Աննա է։ Հետո ասավ, մի հատ էլ աղջիկ ունես, անունը Միլենա, էս էլ որ չասավ, շաքաղվեցի սենց։ Նա որտեղից, գիտես, ճշմարտությունը կներես իհարկե, այս օրինակ ճշմարտությունը թողած, ընկնում ենք հիմար բաների հետևից ու զարմանում ենք հիմար բաների վրա։ Սատանան կապիրովշի կա, եթե դու զարմանում ես, որ դևերը որտեղից գիտեն քո անունը, ուշքի արի, սիրելիս։ Թույլ մի տուր սատանան քեզ խաբի եւ շեղի հիմար բաներով։ Հիսուսն ասավ, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը ու կյանքը, այս երեք բանը, որ բռնվեցինք սրանցից, մենք առաջ ենք գնալու։ Մենք հաղթող ենք ելնելու ամեն իրավիճակի մեջ։ Լսում ես, խոսքի մեջ է ճանապարհը բոլոր սֆերաներում։ Դրա համար Դավիթ ասում էր, եթե մահվան շուքի ձորով էլ քայլեմ, մահվան շուքի ձորը որն է, որտեղ ամենը վերջանում է եւ այդ ոնց ասեմ, եւ չկա ճանապարհ, դու պետք է հանգնես այդ փոսերի մեջ, այդ ուր անդունդների մեջ ապրես։ Բայց ասում է, այնտեղով էլ որ քայլեմ, դու ինձ հետ ես, եթե դու ինձ հետ ես, դու ինձ կհանես, որտեղ ճանապարհ չկա, դու ինձ համար կնկարես Հիսուս ջան, դու ինքդ կդառնաս կամուրջ, որտեղ դու քո կյանքով ապացուցել ես, ես քո վրայով կանցնեմ, ուսով ինձ կանցկացնես, դու ես ճշմարտությունը։ Տեր ասում որ գնանք քո մոտ են կյանքի խոսքերը, ով է ուզում ապրի, լավ ապրի, իրական ապրի, կենդանու նման չապրի, մենակ հագնի ուտի, ով է ուզում լավ ապրի, ճիշտ ապրի։ Հիսուսը, Տեր, ուր գնանք, քո մոտ է այդ ամեն ինչը։ Եվ վերջինը, որն էր, կյանքը, ալելույա։ Բարձր ծափարի Հիսուսին, ասա դու ես իմ ճանապարհը, իմ ճշմարտությունը եւ իմ կյանքը։ Բարձր, սիրելիս, բարձր ասա դու ես իմ ճանապարհը, դու ես իմ ճշմարտությունը, դու ես իմ կյանքը, հավիտյան, հալելույա։ Սիրիսիվա բարձասակ քո ձեռքերը, բարձասակ քո ձեռքերը, փակիր քո աչքերը։ Երկրպագիր նրան քո անկեղծ սրտից, նա ուզում է լսել քո ձայնը։ Փակիր աչքերդ, մեկացիր նրա հետ, մեկացիր սիրելիս։ Ասա այդ խոսքերը նրան։ Մենք մեծարում ենք քեզ։ Հիսուս, դու ես մեր կյանքը։ Առանց քեզ մենք չունենք կյանք։ Մենք ուզում ենք լսել քո ձայնը։ Ուզում ենք գալ քո հետևից, Հիսուս։ Հիմա առանց երաշտության։ Եկեղեցի բարձրացրա քո ձայնը։ Ասա այս խոսքերը քո սրտի խորքից։ Սիրան ցաղոտ կա որ բարձրանում Աստծուն։
յուրաքանչյուրի ձայնը։ Հալելույա։ Բարձրացրու քո ձեռքերը։ Մենք մեծարում ենք քեզ։ Մենք մեծարում ենք քեզ։ Հիսուս, դու ես մեր կյանքը։ Թող քո փառքը լցնի այստեղ։ Հալելույա։ Հիմա փակիր աչքերդ, սիրելիս, փակիր աչքերդ։ Պետք չի աղոթես։ Ուղղակի փակիր աչքերդ ու սպասիր նրա հաղթմանը։ Սուրբ Հոգին, սիրելիս, այստեղ է։ Նա ուզում է հպվի քեզ։ Նա ուզում է փոխի քո կյանքը։ Նա ուզում է քանդի ամեն անեծք, ամեն շղթաներ, ամեն հիվանդություն, ամեն գերություն։ Թանկագին Սուրբ Հոգի, հիմա քո ժամանակն է։ Քո ժողովուրդը ունի քո կարիքը։ Հիսուսի զորավոր անունով թող քանդվի կախարդության ուժը։ Ես քանդում եմ մավան անեծքը։ Ամեն ցավ, ամեն հիվանդություն, ամեն շղթաներ թող վայր ընկնի Հիսուսի զորավոր անունով։ Եղիր բաց, եղիր ազատ, Աստծո ներկայության մեջ, ոչինչ մի թաքցնի նրանից։ Դևերը հեռանում են աղաղակների միջոցով, փսխման միջոցով, ոչինչ մի բան մի թաքցնի։ Թող գա Սուրբ Հոգու ազատությունը, Սուրբ Հոգու ազատությունը։ Թանկագին Սուրբ Հոգի, հիմա քո ժամանակն է։ Հիմա քո ժամանակն է, Սուրբ Հոգի։ Սիրելիս, հիմա կհնչի երաժշտությունը։ Նրանք, ովքեր զգում են Աստծո ներկայությունը, նրանք, ովքեր ունեն խնդիրներ, եկեք առաջ, մենք պիտի աղոթենք։ Ու Սուրբ Հոգին պիտի բերի ազատություն ու բժշկություն։ Հիմա քո ժամանակն է։ Թագավորիր Սուրբ Հոգի։ Թագավորիր Սուրբ Հոգի։ Ամեն շղթաներ, ամեն գերություն թող վայր ընկնի։ Usumen
քո աչքերը, բարձրացրա քո ձեռքերը, սպասիր Սուրբ Հոգու հպմանը սիրելիս, բայց չի նայես ինչ ա կատարվում, խնդրի Սուրբ Հոգուն, որ հպի քեզ, հենց քո տեղում կանգնած սիրելիս, թանկագին Սուրբ Հոգի, շարժվերի մարկա,
շաշվիր մինչև վերջ։ Արա այն ինչի համար դու այսօր եկել ես։ Սիրիս ձեռքդ հիմա դիր քո հիվանդ տեղի վրա։ Նրա ներկայությունն է ստեղ։ Նա արարիչն ամենակարողը, նա զորավոր Աստված։ Դիր ձեռքդ։ Ու հավատքով սպասիր նրա հպմանը։ Նա ուզում է, որ դու լինես բժշկված։ Նա ուզում է, որ դու լինես ազատ։ Թանկագին Սուրբ Հոգի քո բժշկար զորությունը թող լցնի այստեղ ամեն մեկին։ Ամեն մեկին։ Դու հիմա զգում ես ջերմություն, սիրելիս։ Դա նրա ներկայությունն է։ Դա նրա հպումն է։ Քո բժշկար զորությունը։ Սուրբ Հոգի։ Սիրելիս, դու թանկ ես նրա համար։ Թանկ ես դու նրա համար։ Հալելույա։ Հիմա ձեռքը դիր քո գլխին։ Քո գլխին։ Թանկագին Սուրբ Հոգի։ Լցրում ես քո ներկայությամբ։ Քանդիր բերդերն ու ամրությունները։ Քանդիր այն ամենը, ինչը կառուցել է սատանան։ Ու լցրամ ես քո ներկայությամբ։ Օծիր մեզ։ Օծիր մեզ Սուրբ Հոգի։ Հալելույա։ Մենք ուզում ենք ճանաչել քեզ։ Մենք ուզում ենք լինել քո սեփականությունը։ Հալելույա, թող գա քո պաշտպանությունը յուրաքանչյուրի կյանքերի մեջ։ Հալելույա, ես ուզում եմ բարձր ծափարես նրան։ Սքանչելի Աստծո տուն, դու պատրաստ ես մենք աղոթենք։ Մենք աղոթելու ենք շատ կարճ, բայց ես կխնդրեմ, որ մենք հավաքված աղոթենք։ Կխնդրեմ, որ հիմա ամեն կողմնակի բան, եթե չես կարող մի կողմ դնել, ուրեմն զբաղվիր հենց դրանով, բայց մնացած ամեն բանը, եթե պետք է թողնես, թող։ Մենք հիմա աղոթելու ենք կախարդության զորության դեմ։ Կախարդության զորության դեմ։ Ասեմ ինչու։ Այսօրվա խոսքը, երբ որ Հովիվը կարդում էր, մի խոսք վերևից, 4-րդ խոսքից։ Ասում է, Հիսուսն ասեց, ուր որ ես գնում եմ, դուք գիտեք։ Եվ անմիջապես 5-րդ խոսքում աշակերտներից մեկը հարցրեց, մենք չգիտենք դու ուր ես գնում։ Մատթեոս եւ Մարկոս ավետարաններում նույն Հիսուսն ասում է, թմրած եք, մտքով են թմրում, թմրած եք։ Մենք գիտենք շատ բաներ, որ Աստված մեզ ասել է, բայց ապրում ենք այնպես կարծես թե չգիտենք, որովհետև կախարդության թմրություն կա մեզ վրա։ Եվ ես հիմա ուզում եմ, որ մենք հագնվենք Աստծո սպառազինությամբ եւ վայր գցենք մեզնից կախարդության զորությունը, ով այնց հետ։ Բարձրացու ձայնը, սքանչելի եկեղեցի, հելամասակոտոնոմա ջաբրաբապապապարաբասա։ Հայր երկնային մենք հագնվում ենք քո տված սպառազինությամբ, քո տված սպառազինությամբ, որովհետև Տեր շատ փափագում ենք, անասելի կերպով փափագում ենք լինել քո կրակի եւ լույսի մեջ, ազատ խավարի թմրությունից, ազատ խավարի կուրությունից, շատ փափագով փափագում ենք իմ աչքա, տեսնել հոգու աչքերով, լինել վառված քո կրակով, լինել ազատ, ազատ թմրությունից, կուրությունից, կախարդության որևէ հնարքից, Կամբալաբաթալարա ջաթոլորո բեջոլորոդիա, հեբրակատունո մաջիդա, քո երկնքի զորությունները ուղարկիր մեզ մոտ, ուղարկիր մեզ համար, այն հրեշտակին, որ կարգել ես այս տան համար, որ կարգել ես մեզ համար, որպես քո տուն, մեզ համար, որպես քո տուն, թող լինի արձակված այդ զորավոր հրեշտակը եւ գործի մեզ համար, գործի մեզ համար, հեն եմբարակոտը նեա, եմբարակոտը նեա, եմբարակոտը ջեյ, եմբարակոտը ջիո, հե ջուլալերագո, հելի ջիրալեя, հե ջուլալերագո, հե բիջուլալեя,
Հիմա դու եկեղեցի քանդիշ կախարդության պարիսները որոտատիրոջ բարկությամբ ամեն կախարդության հնարք որ խանգարիչն ես վեր ես առնված մեջտեղից վեր ես առնված մեջտեղից հա դեպլահոտը կեշիրը լա օ դաբարագատաղարաջատաղարաջատաղարաջիա խնդրում եմ փակիր աչքերդ որովհետև ինչ որ դու աղոթում ես պետքա տեսնես Երեմիային Աստված ասես լավա որ դու տեսար ես կհսկեմ որ կատարվի խնդրում եմ ձեր բարձրացնեն այն մարդիկ ում Տերը խոստում ա տվել իր կյանքի համար միգուցե ընտանիքի մեջ է այդ խոստումը միգուցե առողջության ֆինանսների հոգևոր կյանքի դու ունես Աստծո խոստումը Աստծո խոսքն ասում է որ Հիսուսի խաչելության օրը խանգարիչը մեջտեղից վեր առնվեց սակատարված է այն ինչ որ խանգարում է Տիրոջ ժողովրդին ապրելու խոստմունքի մեջ վեր ես առնված մեջտեղից վեր ես առնված մեջտեղից վեր ես առնված մեջտեղից վեր ես առնված Մենք պետք է խոսենք բանակի պես մեջտեղից վեր ես առնված գոչիր Մեջտեղից վեր ես առնված նայիր դրանց նայիր խանգարիչներին ու ասա սակատարված է մեջտեղից վեր ես առնված վեր ես առնված ամեն սար ամեն կախարդության հնարք զորություն կախարդության վեր ես առնված մեր առջևից վեր ես առնված մեջտեղից հե մորա չէ լամա հե ճարակո վերաչե հերի ջիրոլեա combracatura giora lera co obrecatura gio ebrecatura lea shana matokonomasa oh shana makotonomasa shana makotonomasa oh shana makotonomasa shanda kanomasa wanda karamajato bekro kotonamajato hey jamba Holy gira let go, hey, jamba. Holy gira let go, hey, gira let go, hey, gira lea, hey, gira let go, hey, gira lea, oh, gira kawase, hey, gira lea, campara joa, hey, amanda kena monda dalaraja, kandata namaja, pakiachkeret tesain խոստումը որ Տերը տվել է քեզ Տես այն խոստումը, որ Տերը տվել է քեզ քո կյանքի բոլոր սֆերաների համար բոլոր սֆերաների համար քո առողջության համար քո հավատքի պրոգրեսի համար քո աստվածպաշտության պրոգրեսի համար քո ֆինանսների համար քո ընտանիքի համար որտեղ որ Տերը տվել է խոստում նայիր փակ աչքերով դիր մեր աչքերին քո սպեղանին հայր դիր մեր աչքերին քո սպեղանին Քո երկնքի սպեղանին մենք ուզում ենք տեսնել ինչպես հայր Աբրահամը տեսնում էր եւ ողջունում այն ինչ որ դեռ չկար հերամալորատա կատանամաջիա աղոթիր լեզուներով եւ ողջունիր քո խոստումը քայլիր դրա մեջ զգա քեզ այդ խոստումի մեջ իրական կանտո մերալո բերա Թող քո լեզուների աղոթքը լինի գոհություն, շնորհակալություն, հաղթանակի ճիչ, տես աղոթի եւ քայլիր դրա մեջ, կամպարա գոլե, հերնինգի, դարա մեդալո, գերիմի, ջերալե, գանիմի ռոլո, հերիջի, գորամե, կետինի մալո, հեբրակատը նոարը հեյո, հեբրակատը նեմբարա հեյո,
Eri bijolora katanan barega dus. Eri bijolora katanan barega dus. Lepra ho jera kovera. Eri diora joa. Enchirolera. Ծնծա ուրախությունից. Ծնծա, որովհետև Տերը պատրաստել է դա։ Իամ բարակատանալ ավարաջասա վարաջիա։ Էյա մաջիա։ Գիտես ինչ է անում հավատքը։ Հավատքը ոչ միայն տեսնում է, այլ ուրախանում է, որ դա արդեն կատարված է, որովհետև ամբակումին Տեր ասեց, տեսիլքը չի ուշանում, հաստատվում այս ժամանակին, եթե ետ մնա, չի ուշանա Տիրոջ տեսիլքը մեզ համար, չի ուշանա, հենան բալարակետա նոսալերա ջոսա, եկետանամա ջոսա, ստեղ կա մարդ, որ կախարդներից վախենում է, Կա մարդ, որ կախարդներից վախենում է, կամ կախարդության ոգուց վախենում է, ալելույա, սեղ Տիրոջ բանակն է, պարզիր ձեռքերդ, ու սկսիր լեզուներով աղոթել, շատ կարճ, մեկ վայրկյան չի տևելու դա, բարձր աղոթիր, որովհետև երբ որ եկեղեցին աղոթում է լեզուներով, կախարդները հայտնվում են հոգևոր կրակի մեջ, նրանք հայտնվում են կուրության մեջ, ծուխի, մշուշի մեջ, Տիրոջ ծուխի և մշուշի մեջ բոլոր կախարդները, ծուխի և մշուշի մեջ բոլոր կախարդները, կուրություն բահուկներին, թմրություն կախարդությանը, կուրություն բահուկներին, թմրություն կախարդությանը, կուրություն բահուկներին, թմրություն կախարդությանը, Թմրություն կախարդությանը, գերություն կախարդությանը, գոչիրից հետ, գերություն կախարդությանը, մեկ անգամ էլ, Գերություն կախարդությանը, թմրություն, գերություն կախարդությանը, միաբան, թմրություն, կախարդությանը, գերություն, թուլություն կախարդությանը, մշուշ և մարախուխ, Անզորություն, հալածանք, Տիրոջ բազուկից, հալածանք բոլոր կախարդության հնաշներին, կախարդության զորություններին, հալածանք նասո, բարկություն նասո, ծասում նասո, հալելույա Տեր, հալելույա, կարող ես հիմա ինչ որ պիտի ասես բարձր և համոզված ասել, որովհետև ես կանչված եմ, արձակված եմ, օծված եմ, սրբված եմ, լինել լույսի մեջ, կրակի և բոցի մեջ, ես մերժում եմ, թմրությունը, գաղջությունը, թուլությունը, կուրությունը, դուրս իմ կյանքից, մաքնդմիշտ, Փառավոր է իմ լույսը, որ Հիսուս Քրիստոսն է, հալելույա,